Ջիջիլ վլոգ, ձեր աչքի առաջ մրգերը հասելա, սկսում եմ հերթով ուտելը, դե գնացինք։ Հլը շլորները նայեք, այսրանք արդեն շատ քաղցր է, ես սրանց համարում եմ պապուս շլորներ, ասեմ ինչի, որտեղ պապիս այս ծառը տվել, ինքը արդեն մահացած է, ու էսի տված ծառն է, այսքան աճել է ու անունը դրել են պապի շլորներ, տեսեք, ու շատ քաղցր համով, ջիջի։ Ելակներս ուտում ենք, գնացինք։ Հլա շպանկա բալերս նայեք, գիլասից չի տարբերում, մեծ հատիկներով, հիմա կհավաքենք կամպուտի մուրաբայի համար, ինքը թթվաշ է, բայց ով որ սիրում է, դե տեսեք, ինչ մեծ գիլասի նման, ուտում ենք, գնացինք, ջիջիլ վլոգ։ Հլա մալինաներս, արդեն սկսում է ահագին կարմրել, շատ կա, հիմա որը հասած է, ուտում ենք, ջիջիլ վլոգ, գնացինք։ Հլա ինչ ափսոսա թթերը թափելա ծառի տակը, նայեք ինչ լավն է, բարձրանում եմ ծառ հիմա։ Հիմա կբարձրանամ ծառ ու ջիջիլ վլոգ։ Ահա, ես թթի ծառի վրա եմ, հեսա ծառից կընկնեմ ցած, կդառնամ ջիջիլ վլոգ։ Նայեք ուր եմ հասել, բարձրացել եմ ծառի վրա։ Հիմա մի լավ թութ կուտեմ, ձերինադու ջիջիլ վլոգ, նայեք թութերը։ Նայեք թթերը։ Այս տարի մի քիչ է, բայց ոչինչ, էլի կուտեմ։ Հələ սիրուն թթերը նայեք, ոնց եմ սրանց հիմա ես անում ջիջիլ վլոգ, դե նայեք։ Ահա, այս էլ իմ թթերը համով, քաղցր շատ։ Մի հատ էլ։ Մի հատ էլ։ Նայեք ինչ չարաճիճ եմ ես, սենց տար կարակ բարձրանաք։ Ջիջիլ վլոգ, մի հատ էլ։ Իսկ այս բալերն էլ արդեն ոչ թե մենակ ուտում ենք, այլ հավաքում ենք կամպոտի համար։ Արդեն ժամանակն է։ Հիմա բարձրանամ, սկսեմ հավաքելը բալերը, որը որ շատ կարմրացա հավաքենք, մնացածը մինչև հասնի։ Այսքան հավաքեցի, տեսեք, կամպոտ ենք անում, մուրաբա ենք անում։ Հիմա բարձրանանք, սկսենք հավաքենք բալերը։ Լցնում ենք ստեղ։ Բալերս հավաքեմ կամպոտի համար, կամպոտ անենք, գաք ուտեք, մուրաբա անենք, գաք ուտեք։ Ծիրաններս կա դեռ խաղ կա, ես խաղ ծիրան չեմ սիրում ուտեմ, մարդիկան սիրում են։ Այս սենց արդեն ուտեն, սենց կիսադեղնած, ես չեմ սիրում, պետք է հասած լինի, չեմ կարող ուտեմ։ Ծիրան ջիջիլս կթողեմ հետո, բայց ով որ սիրում է, կարա ուտի։ Այնտեղ ծառի վրա, այս տարի քիչ, բայց ոչինչ կա, էլի կամպոտ կկարողանանք անել։ Այս մանկական գորգն է, որ գցում են գետին, երեխեքը խաղալու համար, քամին քշելա բերելա ստեղ։ Հիմա մի կողմ տանեմ։ Ինչև փռեմ ու դες ցույց եմ տալիս շատ հետարքիր հրաշք մի բան։ Այդ փորիկների պահով որ ասում է իրանք բուն ունեն, չէ՞, այստեղ դրած ձակ են հանել։ Ձակերը այստեղ են, հիմա ես ձեզ ցույց կտամ։ Իմ ձենից փախնում են, պաղկվում են, մեկ էլ տեսնեմ դուրս են գալիս ծվծվալով։ Չեմ ուզում քանդեմ բացեմ, իրանք ներվում են։ Դուրս են գալի մինչև այստեղ, հենց ինձ տեսնում են, փախնում են, մարդ են տեսնում, փախնում են, իրանք մաման պապան օրական ուտելու բան են բերում։ Ես ինքս էլ գիլասի ճմրթած հատիկներ, դες փոքրտած լսում եմ այստեղ, որ ուտեն, շուշուտ մեծանան, ու հետո չվեն թողնեն գնան իրանց այս քարքարոտ բնից, մոռանան, որ իրանք այստեղ, այս քարերի մեջ աճել են, մեծացել են, մեծ փայտփորիկներ են դարձել, ու հեսա կթռնենք, թողնենք կգնան։ Իրա մաման պապան էլ կգան կտեսնեն, որ արդեն չկան, թռել գնացել են։ Տեսնենք կարա ցույց տամ ավելի խորքից։ Չէ, հիմա դեռ չեն երևում, հենց դուրս գան կնկարեմ կտեսնեք ինչ հետաքրքիր է։ Այսինքն այս քարերի մեջ է, տեսեք ինչ հետաքրքիր է։ Դե քանի որ հայաթի սխոտերը շատ են շատացել, այստեղ մի ուրիշ ձև կկտրեմ, պետքա շատ չբարձրանա, որ քայլելու տեսքի համար սիրուն լինի, էլի, ասենց այսքան շատ խոտ չլինի, հələ նայեք այստեղ խոտերը ինչքան են շատացել։ Հիմա ես պետքա գերանդիով հնձեմ խոտերը։ Դե հիմա նայեք, տեսեք Կարինեն ոնց է գերանդին սրում, հնձում են խոտերը, սովորեք, էլի, դե հերիքա տունը մենակ լվաց կանեք, վայ։ Դե նայեք։ Էսի գերանդիս, էսի ես։ Ասում ենք,
Էս էլ սրելու քարը։ Հիմա գերանդին սրենք, որ լավ սուր լինի, ահագին արդեն բթացել է, սուր չի, խոտերը չի վերցնում։ Ջարդում է, ծալում է խոտերին։ Պետք է անենք սրեն, որ մի անգամից կտրի։ Սրենք ու անցնենք աշխատանքի, խոտերը սրելուն։ I've been without you for all this time. Good guy. Անցանք հնձելուն, սազում է, տեսեք ինչ լավ է։